Սառումով ես կցանկանայի մի հարց տալ, որը շատ է քննարկվում իրավաբանների շրջանում, գիտեք, որ առաջ դատախազությունը իրականացնում է նաև նախաքննություն մի ժամանակ, հիմա ուղղակի իրականացնում է դատախազական վերահսկողություն, նախաքննություն իրականացնող մարմինների նկատմամբ, այսինքն քննչական կոմիտեն ու հակակոռուպցիոն կոմիտեն, եւ այստեղ ինչ եք կարծում ընդհանրապես այն գաղափարի մասին, որ դատախազությունը կրկին իրականացնի նախաքննություն ինչ-որ չափով, եթե ոչ, ապա գոնե անել այնպես, որ դատախազն ու քննիչը ավելի սերտ օրենքի պարտադրման ուժով ավելի սերտ համագործակցային միջավայրում աշխատեն, այնպես որ դատախազը ամեն օրյա, ամեն շաբաթյա ռեժիմով հետևի գործի քննությանը, որ վերջում երբ գնա դատարան որպես մեղադրող, ոչ թե ուղղակի այդ տրցակներից, այդ փորձաքննություններից, զննումներից եւ այլից, ոչ թե թղթերից ծանոթանա միայն նախաքննության մանրամասներին, այլ իր դեպքի վայրում լինի, օրինակ, դեպքի վայրում լինի, թե այսինքն կան բաներ, որ ամեն ինչի որ թղթով կերևա ու կարձանագրվի, հա, դետալներ կան, որ դատարանում արդյունավետ մեղադրանք պաշտպանելու համար պիտի քո աչքով տեսած լինես, այս արդյունավետությունը ոնց կարելի է ապահովել։ Շնորհակալ եմ հարցի համար։ Շատ ինձ համար մասնագիտական առումով հետաքրքիր հարց եք բարձրացնում։ Երբ դատախազության համակարգից քննչական մարմինը դուրս էր գալիս, ես այդ ժամանակ ավարտում էի բակալավրիատը, դա 2006 թվականն էր, եւ ինձ շատ հետաքրքիր էր ինչու է դա կատարվում եւ ինչ պրակտիկա կա, ինչն է պատճառը, եւ մի փոքրիկ հետազոտություն էի արել այդ ժամանակ, ընդհանրապես արդյոք մեզ պետք է հանել այդ մարմինը դատախազության համակարգից եւ չի խզվի արդյոք կապը։ Իմ անձնական կարծիքը հիմա կասեմ, եւ որը 2006 թվականից ի վեր չի փոխվել, ես կարծում եմ եւ այն ժամանակ էլ կարծում էի, որ այդ մարմինները պետք չի առանձնացնել միմյանցից։ Այսօր այն խնդիրը, որի մասին ես խոսում եմ, շփման, գալիս է մեկ ինստիտուտի մեջ չլինելու հետևանքից։ Ես հասկանում եմ բոլոր ռիսկերը, ես գիտեմ, տեղյակ եմ բոլոր այն հիմնավորումներից եւ այն ժամանակ 2006 թվականին նաեւ ես քննադատվում էի իմ ուսանող ընկերների կողմից, որ ես առաջադեմ գաղափարին չեմ աջակցում, բայց ես նայել էի այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, 2006 թվականին Ղազախստանում էր մեկ էլ նման փորձառություն իրականացվել եւ վիճակագրությունը տեսա, որ դրանից հետո հանցավորության թվի մեծ աճ կար 2006-ին, ու ինձ համար դա ցուցիչ էր, նույն այն ժամանակվա իմ գիտելիքների շրջանակները այդքան վերլուծություն անել էին թույլ տալիս։ Այսօր էլ ես կարծում եմ, որ երկու ճանապարհ կա, կամ ինստիտուցիոնալ առումով զսպումների հակակշռների մեխանիզմում գտնենք այն ճիշտ համագործակցության մեխանիզմը անձերով չպայմանավորված, այսինքն ինստիտուցիոնալ մեխանիզմը, որ անկախ անձերից ինստիտուտներն իրար հետ աշխատեն, կամ գուցե կանցնի ժամանակ ու իսկապես կքննարկենք մի միավոր որևէ քննչական մարմին, հիմա իհարկե ես պատկերացնում եմ իրավաբանական հանրությունում սա ինչ քննարկում կառաջացնի, բայց իհարկե քննարկված այդ մոդելին վերադառնալու հնարավորությունը։ Ես ավելի շատ հակված եմ եղած ինստիտուտների պայմաններում ֆունկցիաների եւ ոչ անձանց ու ինստիտուտների վրա հենված մեխանիզմներ ստեղծել, որ իրենք տարբերակ չունենան իրար հետ չքննարկելու։ Դա կլինի քրեադատավարական մեխանիզմների մեջ, քննչական գործողությունների կատարման մեջ, մի բան, որը կախված չի ինձանից ու ձեզանից։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն, իսկապես դժվար կլինի հիմա տեխնիկապես եւ իրավական տեխնիկայի տեսանկյունից ու նաեւ կառուցվածքային առումով նորից վերադարձնել այն ինչ կար մինչեւ 2006 թվականը, բայց կարծում եմ կարելի է ձեր ասացի պես իրավական որոշակի իրավական պարտադիր ուժ ունեցող նորմերով այնպես անել, որ անկախ ական հարաբերություններից, որոնք մենք գիտենք, որ հաճախ այնքան էլ հարթ չեն լինում, քննիչը եւ դատախազը ստիպված լինեն աշխատել համագործակցային միջավայրում, որպեսզի դրանից գործի բազմակողմանի ու լրիվ քննությունը չտուժի, ու այս առումով հույս ունեմ, որ մենք
000 դրամ աշխատավարձ։ Խոսքը պահպանության ծառայության մասին է, որն իրականացվել է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից։ Սեյրան Օհանյանից զբաղեցրած պաշտոնով եւ դիրքով պայմանավորված համապատասխան թիմ մարմինը, ինչպես նաեւ Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի ծառայողները միջոցներ չեն ձեռնարկել պետական սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, իրավախախտումները արձանագրելու, օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Պաշտպանության նախարարության կապշինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանը, գործելով վերադասի Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ, Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների եւ դրանց ծառայողների ներգրավմամբ 2010-15 թվականների ընթացքում կազմակերպել եւ ապահովել է ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում 124 միլիոն 892 հազար 985 դրամ արժողությամբ մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցումը։ Արդյունքում Սեյրան Օհանյանի գույքն ավելացել է նրա օրինական եկամուտները էականորեն գերազանցող չափով։ Նշված առանձնատան լողավազանի եւ շոկաբաղնիքի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ Սեյրան Օհանյանի հանձնարարությունը կատարելու նպատակով Աշոտ Գրիգորյանը ի պաշտոնը տեղեկացված լինելով, որ իր արմիջական ենթակա կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Լևոնի Բարսեղյանի ընտանիքին պատկանող շինարարական աշխատանքների իրականացմամբ զբաղվող Սիտա գրուպ ընկերությունը մասնակցել է պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին եւ հաղթող ճանաչվելով իրականացրել շինարարական աշխատանքներ։ 2015 թվականի ապրիլին դիմել է Գրիգոր Բարսեղյանին, առաջարկելով հիշյալ ընկերության միջոցով իրականացնել առանձնատան լողավազանի եւ շոկեբաղնիքի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքները, որին Գրիգոր Բարսեղյանը համաձայնվել է։ Սիտա գրուպ ընկերությունը իր ֆինանսական միջոցներով վերոնշյալ առանձնատանը կատարել է շուրջ 64 միլիոն 500 հազար դրամի շինարարական աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները 2015 թվականի սեպտեմբեր ամսին դադարեցվել են ընկերության ֆինանսական միջոցները սպառվելու պատճառով։ Այդ մասին Գրիգոր Բարսեղյանը եւ նրա հայրը Լևոն Բարսեղյանը 2015 թվականի վերջին հայտնել են Աշոտ Գրիգորյանին եւ խնդրել են վճարել փաստացի կատարված աշխատանքների դիմաց չվճարված 58 միլիոն դրամը։ Աշոտ Գրիգորյանը գործելով Սեյրան Օհանյանի գիտությամբ եւ հանձնարարությամբ հրաժարվել է տրամադրել գումարը, պատճառաբանելով, որ նշված աշխատանքների դիմաց վճարման ենթակա շուրջ 58 միլիոն դրամը համարում է նախկինում պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներում նրանց ընկերությունը հաղթող ճանաչելու գնումների գործընթացի շրջանակներում կատարված աշխատանքներն անխոչնդոտ ընդունելու եւ դրանց դիմաց վճարումները կատարելու համար այսպես կոչված ատկատի, եթե իրավաբանորեն թարգմանենք, կաշառք գումար։ Աշոտ Գրիգորյանը խոստացել է իր պաշտոնական դիրքն օգտագործելով հետագայում եւս ապահովել պաշտպանության նախարարության կողմից հայտարարվող մրցույթներում անխոչնդոտ եւ շահավետ պայմաններով նրանց ընկերությունը հաղթող ճանաչելու, գնումների շրջանակներում կատարված աշխատանքները անխոչնդոտ ընդունելու եւ դրանց դիմաց վճարումներ կատարելու գործընթացները։ Սիտա գրուպ ընկերության փաստացի սեփականատեր Լևոն Բարսեղյանը գիտակցելով Սեյրան Օհանյանից եւ Աշոտ Գրիգորյանից իր ընկերության հետագա գործունեության եւ Աշոտ Գրիգորյանի ղեկավարած վարչության բաժնի պետի պաշտոն զբաղեցրած որդու պաշտոնավարման կախվածությունը հետագա գնման գործընթացներում ապօրինի առավելություններ ստանալու ակնկալիքով չի պահանջել 58 միլիոն դրամը։ Այսպիսով, եթե ամփոփենք, Սեյրան Օհանյանը շահադիտական անձնական շահագրգռվածությամբ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է պաշտոնական լիազորությունները, որպեսզի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության պետության օրինական շահերին եւ ազգուշության